Ես ուզում եմ նաև անդրադառնալ ոնց էր կոչվում ձևավոր շարժում էր կոչվում ոնց էր կոչվում այդ շարժմանը ասում է Գեղարքունիքի մարզում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է ասենք ոնց որ եթե աղքատ է ուրեմն ըստ էության մեղավորը մենք ենք որտեղ էս մի 30 տարի մենք ենք երևի իշխանության ուզում եմ հիշել նաև մեր նախկին գործընկերոջը Աստված օգին լուսավորի Սերյանը Սարոյանը ստեղ ասում էր մի կնոպ կայել եկեք սեղմենք ժողովրդի օգտին ինչ-որ բան քվեարկենք այդ ժամանակ այդ ձևով շարժման առաջնորդի երևի ծնողն ստեղ падգամավոր էր Ես ուզում եմ նաև անդրադառնալ Շարմազանովեդոյի այստեղի այդ ինչ էր լսումներ ինչ էր այդ քննարկմանը այստեղից ասում է բանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում էր ծուրվից քաղաքականություն եք վարում, այսքո մենքոմ չեմ ուզում մտքերն այդքան շատ չարադրել, ես ասում եմ այո, դու ծուրվից քաղաքականություն վարել եք, ծուրվից քաղաքականություն վարում եք։ Եվ հիմա ծուրմեշկ քաղաքականություն եք վարում, կզած ժողովրդից քվեեք մուրում մտածելով որ ժողովրդի հիշողությունը կարճ է ասում է 7 տարի առաջ էս ինչ էր 7 տարի Ժորժան 7 տարի չէ մենք այս 4 տարի նորից վերընտրվել ենք այդ 4 տարվա մասին կարելի է խոսալ հիմա եկել են ասում են բանը չէ պետք է իմպիչմենտ հայտարարենք դե հասկանում են ընտրությունների հնարավորություն չկա այսինքն մտածում են որ օրինակ ընտրություններին որ իրանք կլինեն իշխանության իրաց ձևով ինչքան ուզեն այնքան կխփեն այս տրամաբանության մեջ ասма բանա մենք այստեղ բան ենք անում պետք է իմպիչմենտ լինի որ մենք գնանք ընտրությունների երևի իրաց քաղաքական պապային Սերժիկին չեն հարցրել որ իրենց սովորացնի որ ասի Հայաստանի Հանրապետությունում այլևս փակված է այն էջը կաշառքով ընտրության էջը փակված անտրախախտումներով ընտրության էջը ժողովուրդը գնում են ընտրության եւ ուզում եմ ասել որ չգիտեմ այնտեղ շահարկում էին թե իբրև պետական համակարգը կծառայեցվի մեզ ձայներ հավաքելու համար ասեմ որ ձեզ կուսակցականները ոչլոտ գայլիպես ոչխարի մորթի հակած ծավալած են մեր մեջ ու ձեզ հայոյում են որպեսզի մեր աչքին բարձրանան այնպես որ այդպես չի որ պետական համակարգի բոլոր աշխատողներն են քաղաքացիական բոլոր չէ երևի 10% էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության չէ բայց մենք լավ մասնագետներին չենք թիրախավորում լավ մասնագետները պետք է աշխատեն անկախ նրանց կուսակցական պատկանելությունից Արմեն Աշոտյանն ասում է մտա դալիճ այն մասում որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ նստած մարդիկ չէին նստում այդ լսումների ժամանակ ասում երևի զզվում էին բայց պետքա տեր կանգնենք այս աթոռներին չգիտեմ այս երկրին այն երկրին երևի մտքի մեջ շփոթավ պետք է ասել տեր պետքա կանգնենք մեր թալանին կամ տեր կանգնենք մեր ապագա թալանին ժողովուրդը ձեզ մերժել է ժողովուրդը ձեզ Աշոտյանը արել 2018 թվականին ու հույս չունենաք որ հետ եք գալու շնորհակալություն